Մոտ 10 տարի գործող Orange Mall-ի համար հանկարծ վտանգավոր են դարձել տարածքի հարևանությամբ անցնող բարձրավոլտ լարերը։ Դեռ 1 տարի առաջ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող վարույթի շրջանակում նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը հետաքրքիր զուգադիպությամբ ստացվել է այս տարվա հունիսի 10-ին, ընտրություններից 3 օր անց։ Կառույցներն էլ պարզվում է ինքնակամ են։ Տաղավարները կապարակնքվել են ու դրանց գործունեությունը դադարեցվել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո, երկուշաբթի։ Նոր են իմանում, որ մենք բարձր լարման տակ ենք աշխատում։ 5 տարի սարքել են իր օրոք։ Այդ 5 տարի լարման տակ չէին, ով որոշեց հասավ 2026 թիվը դարձավ լարման տակ։ 10 տարի է այս պայմաններում աշխատում ենք ու հասկացան, որ նոր է այս պայմանները։ Առևտրականները կասկածում են, որ անվտանգության հարց է լուծվում։ Ասում են, նույն բարձրավոլտ լարերի տակ անխափան շարունակում է աշխատել Orange Mall-ի դեմ դիմաց գտնվող ավտոլվացման կետերը, նաև դրան հարակից օբյեկտները, սակայն իրավապահներն ու պետական մարմինները վտանգը տեսնում են միայն մոլի հատվածում։ Եթե դեղին լենտա են կապում, թող ընդեղը կապեն։ Եթե օրենք է գործում, բոլորի համար պետք է այդ օրենքը գործի։ Բայց եթե լարումը կներեք, էլի այնտեղ լարումը չի ազդում, այս պահին վտանգավոր գործ են անում։ Բայց ինչի դրանց անվտանգությունը դուք չեք ապահովում, ախր հենց հիմա վտանգավորի մոտիկ են։ Իսակավորի տակ չի աշխատում։ Այ քեզի բան։ Աբսուրդ է էլի ուղղակի։ Սենց գնում է ու ճամփի Ինչ են անում մեր տաղավարները։ Առևտրականների խոսքով ԲՀԿ առաջնորդին պատժելու պատճառով են իրենք այսօր անգործ դարձել։ Ասում են, երկուշաբթի առանց որևէ ծանուցման քննչական կոմիտեն կապարակնքել է առաջին գծի 20-ից ավելի տաղավար։ Երեքշաբթի առավոտյան աշխատանքի եկած վաճառականները կանգնել են փակ դռների առջև։ Երկուշաբթի օրով են այդ ամեն ինչ արել, քանի որ երկուշաբթի օրը շուկային ոչ աշխատանքային օր է, երևի որ ինչ-որ խոչընդոտների չհանդիպեն։ 26 տաղավար կապալակնքվել է եւ ոչ մի պատասխան չունենք, ոչ մեկ ում հարցնում ես ոչ ենք չգիտենք թե ինչի համար է փակվել։ Իմ կարծիքով մենք պետք է ինչ-որ ձևով ծանուցում ստանայինք, որ օրինակ երկուշաբթի օրվանից ձեր խանութները կապալակնքվելու են։ Մենք ոչ մի ծանուցում չենք ստացել։ Orange Mall-ում շուրջ 1000 տաղավար կա եւ ավելի քան 3000 աշխատակից։ Փոխտնօրեն Արմեն Ներսիսյանի խոսքով տաղավարների փակման մասին իրենք նույնպես նախապես տեղեկացված չեն եղել։ Այժմ փորձում են իրավաբանների միջոցով հասկանալ իրավական գործընթացը։ Կարելի է այս հարցին գրագետ լուծում տալ եւ այս մարդկանց չնեղացնել։ Մեր խնդրանքն է, որ այս մարդկանց չնեղացնեն։ Եթե հարցեր կա մեզ հետ կապված, մենք պատրաստ ենք այդ հարցերին լուծում գտնենք։ Ինչ անենք, չաշխատենք, հա, գնանք փողում ուրանք, հա։ Շատ ուժեղ պետություն է, հրաշք։ Ով է փակել շուկան։ Պարոն Փաշինյանը իրանից է պահանջում ենք, որ այս կա ժողովուրդը ինչ անի։ Ուր գնա իրանց ապրանքները վերցնեն, ուր գնան։ Սա ամեն մեկ եկել է 5000 դրամ փող աշխատի, չի աշխատում, կարաք դուք լրագրողներով կարաք իր օրվա 5000 տակ։ Սենց չի կարելի, էսի ճիշտ չի։ Առևտրականները հիշեցնում են 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ են փակել, այսօր արդեն քաղաքականության մեջ ներքաշվել չեն ուզում։ Ասում են հացի կռիվ են տալիս, ունեն հարկային պարտավորություններ, վարկեր եւ աշխատակիցներ, որոնց նկատմամբ պատասխանատվություն են կրում։ Չի կարելի մի ամբողջ ժողովուրդ սենց ուղղակի անգործության մատնել։ Օրավարձով աշխատող ենք, պահում ենք ընտանիք, ապրում ենք վարձով, դժվար է։ Իշխանությունները պետք է այս հարցը լուծեն, տնօրինությունը ինչ անի։ Ես այսօր այդ ապրանքը ոչ տանելու տեղ ունեմ, ոչ ինձ ուրիշ ալտերնատիվ տարբերակ է առաջարկում։ Ես երեք գնացել եմ քննչական կոմիտե, մեզ միակ բանը, որ առաջարկել են, ասել են կարող ենք գալ բացել ձեր ապրանքները հանեք, որովհետև չի բացվելու։ Մեքենա ունեն, որի բանալիները խանութում, անձնագիրս խանութում է։ Ես այդ հարցով եմ դիմել քննչական կոմիտե, ինձ ասել են, որ պետքա դիմում գրես, դիմումը քննարկվի։ Վաճառականների համոզմամբ կառավարությունը շուկան մաս-մաս է փակում, որպեսզի կանխի համատարած բողոքի ալիքը։ Ասում են, հաճախորդների հոսքը արդեն իսկ նվազել է։ Սալի տեսնում են այն կողմից վառոտները փակը չեն մտնում։ բուխալն 3 շաբթի օրը, երբ որ փակել են, շարժը միանգամից սարել։ Հոսքը կանգնել է եւ մենակ իրանց խնդիրը չի, որտեղ որ կապարակալվել այդ խանութները, ամբողջ շուկայի խնդիրն է։ Այսօրվա դրությամբ լիք աշխատողներ տունը նստել են, ասել են հալա մեզի չի հասե, չենք գա, չենք մասնակցի, բայց հենց կրակը հասնի իրանք նոր այդ ժամանակ մատը մատին կտան կամ ուշ կլինի արդեն։ Իրավապահները մոտ 1 ամիս է խուզարկություններ ու ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Group կոնցեռնի կազմում գտնվող ընկերություններում։ Շատերի դռները կապարակնքված են, աշխատանքը դադարեցված։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ծառուկյանի
կապիտալյանին պատկանող 75 անշարժ գույք եւ շուրջ 106 միլիարդ դրամ։ Արարատ ցեմենտն արդեն իսկ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, իսկ Multi-Wellness մարզասրահի շենքը անցել է Երևանի քաղաքապետարանին։ ԲՀԿ առաջնորդի դեմ այս արշավը սկսվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։ Ծառուկան լեզուտ երկարել է, ես քեզ ասում եմ, չոքցնելու եմ սաղիդ, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Իսկ Orange Mall-ի տաղավարների վարձակալներն ու աշխատողները զգուշացնում են, եթե առաջիկա օրերին իրենց խնդիրը չլուծվի, խանութները չբացվեն, դուրս են գալու փողոցային ավելի լայնամասշտաբ բողոքի ակցիաների։